անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությանը։ 2024 թվականի հունվարի 5-ին պայմանավորված քրեական դատավարության օրենսգրքի փոփոխություններով քրեական վարույթով նախաքննությունը շարունակելը հանձնարարվել է քննչական կոմիտեին։ 2025 թվականի հունվարի 29-ին նախաձեռնվել է քրեական վարույթ, որով նախաքննությունը շարունակելը կրկին հանձնարարվել է քննչական կոմիտեին։ Նախնշեմ, թե ինչու են այս 3 վարույթները նախաձեռնվել, գիտեք, քրեական դատավարության օրենսգրքով յուրաքանչյուր նոր հայտնաբերված փաստ, որով հետագայում քրեական հետապնդում է հարուցվում, անպայման պետք է նախաձեռնված քրեական վարույթ ունենա, այսինքն այն փաստը, որի շուրջ քննություն է իրականացվում, պետք է իրականացվի վարույթի շրջանակներում, եւ դա է պատճառը, որ հետագայում տարբեր հոդվածներով վարույթները նախաձեռնվել են եւ միացվել են հիմնական վարույթին։ 2025 թվականի մարտի 20-ին նախաձեռնվել է եւս մեկ քրեական վարույթ, որով նախաքննությունը շարունակելը կրկին հանձնարարվել է քննչական կոմիտեին եւ այս վարույթը եւս միացվել է մայր քրեական վարույթին։ 2025 թվականի հունիսի 9-ին մայր քրեական վարույթի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից քրեական դատավարության օրենսգրքի 38 հոդվածի առաջին մասի 14-րդ կետով սահմանված կարգով ներկայացվել է առաջարկություն քրեական հետապնդման անձեռնմխելիությունից օգտվող անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու միջնորդությամբ իրավասու մարմնին դիմելու վերաբերյալ։ Հսկող դատախազի ներկայացրած առաջարկության համաձայն կատարված քննությամբ ձեռք են բերվել բավարար փաստական տվյալներ, որոնք հիմք են տալիս ազգային ժողովի 8-րդ գումարման падգամավոր Սեյրան Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցել 2003 թվականի քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 190-րդ հոդվածի 3-րդ մասի առաջի կետով եւ 314 պրիմ 3 հոդվածի 2-րդ մասով բոլոր հոդվածներն իրենց բացվածքներով ներկայացված են միջնորդագրում եւ ձեր ձեռքի տակ են։ Այն բանի համար, որ նա 2008 թվականի ապրիլի 14-ից մինչև 2016 թվականի սեպտեմբերի 9-ը զբաղեցնելով Պաշտպանության նախարարի պաշտոնը 2010-15 թվականների ընթացքում զավթել առանց իրավական հիմքերի զբաղեցրել է բնության հատուկ պահպանվող տարածք հանդիսացող, Սևան ազգային պարկ պոակի տարածքում ընդգրկված, պետական սեփականություն հանդիսացող, Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքի առաջին փողոցի 71 հասցեում գտնվող 10526 քառակուսի մետր մակերեսով հողատարածքը։ Կառուցապատման իրավունքի բացակայության պայմաններում Սեյրան Օհանյանը հանձնարարել է իր ենթակա Պաշտպանության նախարարության կապիտալ շինարարության եւ զորքերի բնակավորման վարչության պետի պաշտոնը զբաղեցրած Աշոտ Գրիգորյանին եւ այլ անձանց Պաշտպանության նախարարության կողմից իրականացված գնումների գործընթացներին մասնակցություն ունեցած շինարարական կազմակերպությունների եւ դրանց ծառայողների ներգրավմամբ կազմակերպել եւ ապահովել հիշյալ տարածքում իր համար առանձնատան կառուցումը։ Նշված տարածքի եւ այնտեղ գտնվող գույքի պահպանությունը Սեյրան Օհանյանի հանձնարարությամբ իրականացվել է Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության ծառայողների կողմից, որոնց 2011-16 թվականներին պետական բյուջեի միջոցներից վճարվել է առնվազն 13.120.000 դրամ աշխատավարձ։ Խոսքը Պահպանության ծառայության մասին է, որն իրականացվել է ռազմական ոստիկանության ծառայողների կողմից։ Սեյրան Օհանյանի զբաղեցրած պաշտոնով եւ դիրքով պայմանավորված համապատասխան թիմ մարմինը, ինչպես նաեւ Սևան ազգային պարկ պոակի ծառայողները միջոցներ չեն ձեռնարկել պետական սեփականություն հանդիսացող հողամասի ինքնակամ զավթումը, շենքերի եւ շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, իրավախախտումները արձանագրելու, օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվության միջոցներ կիրառելու, իրավախախտումների հետևանքները վերացնելու ուղղությամբ։ Պաշտպանության նախարարության կապշինարարության եւ զորքերի բնակավորման վարչության պետի պաշտոնը զբաղեցրած Աշոտ Գրիգորյանը գործելով վերադասի Սեյրան Օհանյանի հանձնարարությամբ Պաշտպանության նախարարության կողմից իրականացված գնումների գործընթացներին մասնակցություն ունեցած շինարարական կազմակերպությունների եւ դրանց ծառայողների ներգրավմամբ 2010-15 թվականների ընթացքում կազմակերպել եւ ապահովել է ինքնակամ զավթված բնության հատուկ պահպանվող տարածքում 124 միլիոն 892 հազար 985 դրամ արժողությամբ մի քանի շինություններից կազմված առանձնատան ինքնակամ կառուցումը։ Արդյունքում Սեյրան Օհանյանի գույքն ավելացել է նրա օրինական եկամուտները էականորեն գերազանցող չափով։ Նշված առանձնատան լողավազանի եւ շոկաբանիքի վերանորոգման եւ վերակառուցման աշխատանքները կազմակերպելու վերաբերյալ Սեյրան Օհանյանի հանձնարարությունը կատարելու նպատակով Աշոտ Գրիգորյանը ի պաշտոնը տեղեկացված լինելով, որ իր արմիջական
ենթակա կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման վարչության արտադրատեխնիկական բաժնի պետի պաշտոնը զբաղեցրած Գրիգոր Լևոնի Բարսեղյանի ընտանիքին պատկանող շինարարական աշխատանքների իրականացմամբ զբաղվող Սիտա գրուպ ընկերությունը մասնակցել է Պաշտպանության նախարարության կողմից հայտարարված մրցույթներին և հաղթող ճանաչվելով իրականացրել շինարարական աշխատանքներ։ 2015 թվականի ապրիլին դիմել է Գրիգոր Բարսեղյանին, առաջարկելով հիշյալ ընկերության միջոցով իրականացնել առանձնատան լողավազանի և շոգեբաղնիքի վերանորոգման և վերակառուցման աշխատանքները, որին Գրիգոր Բարսեղյանը համաձայնվել է։ Սիտա գրուպ ընկերությունը իր ֆինանսական միջոցներով վերոնշյալ առանձնատանը կատարել է շուրջ 64 միլիոն 500 հազար դրամի շինարարական աշխատանքներ։ Շինարարական աշխատանքները 2015 թվականի սեպտեմբեր ամսին դադարեցվել են ընկերության ֆինանսական միջոցները սպառվելու պատճառով։ Այդ մասին Գրիգոր Բարսեղյանը և նրա հայրը Լևոն Բարսեղյանը 2015 թվականի վերջին հայտնել են Աշոտ Գրիգորյանին և խնդրել են վճարել փաստացի կատարված աշխատանքների դիմաց չվճարված 58 միլիոն դրամը։ Աշոտ Գրիգորյանը գործելով Սեյրան Օհանյանի գիտությամբ և հանձնարարությամբ հրաժարվել է տրամադրել գումարը, պատճառաբանելով, որ նշված աշխատանքների դիմաց վճարման ենթակա շուրջ 58 միլիոն դրամը համարում է նախկինում Պաշտպանության նախարարության կողմից հայտարարված մրցույթներում նրանց ընկերությունը հաղթող ճանաչելու գնումների գործընթացի շրջանակներում կատարված աշխատանքներն անխոչնդոտ ընդունելու և դրանց դիմաց վճարումները կատարելու համար այսպես կոչված ատկատի, եթե իրավաբանորեն թարգմանենք կաշառք, գումար։ Աշոտ Գրիգորյանը խոստացել է իր պաշտոնական դիրքն օգտագործելով հետագայում ևս ապահովել Պաշտպանության նախարարության կողմից հայտարարվող մրցույթներում անխոչնդոտ և շահավետ պայմաններով նրանց ընկերությունը հաղթող ճանաչելու, գնումների շրջանակներում կատարված աշխատանքները անխոչնդոտ ընդունելու և դրանց դիմաց վճարումներ կատարելու գործընթացները։ Սիտա գրուպ ընկերության փաստացի սեփականատեր Լևոն Բարսեղյանը գիտակցելով Սեյրան Օհանյանից և Աշոտ Գրիգորյանից իր ընկերության հետագա գործունեության և Աշոտ Գրիգորյանի ղեկավարած վարչության բաժնի պետի պաշտոն զբաղեցրած որդու պաշտոնավարման կախվածությունը հետագա գնման գործընթացներում ապօրինի առավելություններ ստանալու ակնկալիքով չի պահանջել 58 միլիոն դրամը։ Այսպիսով, եթե ամփոփենք, Սեյրան Օհանյանը շահադիտական, անձնական շահագրգռվածությամբ պաշտոնական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով չարաշահել է պաշտոնական լիազորությունները, որպեսզի գործողությունների հետևանքով էական վնաս է պատճառվել հասարակության, պետության օրինական շահերին և ազգուշությամբ առաջացել են ծանր հետևանքներ մասնավորապես։ Խաթարվել է Պաշտպանության նախարարության, դրա ստորաբաժանում հանդիսացող կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման վարչության և առևտրային կազմակերպության բնականոն գործունեությունը։ Պաշտպանության նախարարության, դրա ստորաբաժանման և կազմակերպության մասնակցությամբ գնումների բնականոն ընթացքը։ Պաշտոնատար անձինք և պետական գնումների գործընթացներին մասնակցություն ունեցող կազմակերպությունը ներգրավվել են ինքնակամ զավթված բնության հատուկ պահպանվող տարածքում ինքնակամ շինության կառուցմանը։ Սևան ազգային պարկ ՊՕԱԿ-ը զրկվել է հիշյալ տարածքը նպատակային նշանակությամբ օգտագործելու հնարավորությունից, պետական բյուջեի միջոցների հաշվին 2011-ից մինչև 2016 թվականների ընթացքում առնվազն 13 միլիոն 120 հազար դրամ աշխատավարձ ստացած Պաշտպանության նախարարության ծառայողները ներգրավվել են ծառայության խնդիրներից չբխող գործառույթների իրականացմանը։ Սեյրան Օհանյանը Աշոտ Գրիգորյանի հետ հանցակցությամբ Լևոն Բարսեղյանի ընտանիքին պատկանող Սիտա գրուպ ընկերությանը Պաշտպանության նախարարության իրականացրած գնման գործընթացներում ապօրինի առավելություններ տրամադրելու, նշված կազմակերպության և Պաշտպանության նախարարությունում բաժնի պետի պաշտոն զբաղեցնող Գրիգոր Բարսեղյանի օգտին գործողություն կատարելու, այդպիսի գործողություն կատարելուն նպաստելու, ինչպես նաև թողտվության համար ստացել է առանձնապես խոշոր չափերով 58 միլիոն դրամ։